Բարև ձեզ։ Նոյեմբերի 9-ը մեր օրացույցում սովորական օր չէ պարզապես, այն հիշեցում է կորուստների եւ պատասխանատվության մասին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեց, բայց սկսվեց քննարկումը եւ մինչ օրս շարունակվում է այն մասին, թե ինչպես ինչու սկսվեց պատերազմը եւ ինչպես պարտությունը դարձավ իրականություն։ Այս օրերին այս թեմային անդրադարձան Հանրապետության նախկին նախագահները Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, նրանցից յուրաքանչյուրը իր դիտանկյունից ներկայացրեց իր տեսակետները պատերազմի պատճառների եւ հետևանքների մասին։ Նրանց մեկնաբանությունները տարբեր էին, բայց համատեքստը կամ ենթատեքստը ավելի ճիշտ նույնն էր, նրանք այս ամենուն մեղադրում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի արձագանքը չուշացավ այս անգամ ոչ թե հարցազրույցի կամ ոդկասթի ժանրում, այլ ֆեյսբուքյան ակտիվ գրառումներով։ Նա համոզված է, որ նախկին նախագահների հայտարարությունները վերահաստատում են այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք, պարան, Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Բանակցությունները եղել են այդ պարանը կարճացնելու մասին, իսկ վերջնանպատակը եղել է Հայաստանի Հանրապետության պետականության վերջը տալը։ Եվ այսպես, երկու նախկին նախագահ, մեկ գործող վարչապետ եւ մի անավարտ պատմություն պատերազմի եւ խաղաղության մասին։ Այս միջոցին հարցազրույց տվեց նաեւ մեր ձևով շարժման համակարգողը, ոչ թե հայաստանյան, այլ Միացյալ Նահանգների հարթակում, խոսեց ցեղասպանությունից, քրիստոնեությունից, Արցախի հարցից, եկեղեցու շուրջ զարգացումներից եւ իր հորողբոր կալանավորումից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը մասնակցեց Թալինում մատուցվող պատարագին աղոթելու մեր զոհված զինվորների հոգու խաղաղության համար։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խորշուդյանն է։ Բարև ձեզ, պարոն Խորշուդյան, թեմաները իսկապես շատ են։ Սկսենք նախկին նախագահների ասուլիսից, նրանց հիմնական շեշտադրումներից, ինչ են ասում պատերազմի բանակցություններում փակուղու, պատերազմի եւ պարտության պատճառների մասին։ Ինչքանով էին նման եւ տարբեր նրանց մոտեցումները։ Իրեք շատ հատկանշական է, որ այդ երկու ուզուրպատորները, որտեղ իրենց նախագահ անվանելը մի քիչ շատ պայմանական է, երկուսն էլ երկու անգամ բռնազավթել են իշխանությունը։ Մեկը 98 թվին եւ 2003 թվականին, երբ որ 98-ին հաղթեց Կարեն Դեմիրճյանը, ինքը խլեց, զավթեց իշխանությունը ժողովրդի ձեռքից։ 2003-ին Ստեփան Դեմիրճյանը հաղթեց, նրա ձեռքից խլեց։ Հետո 2008 թվականին պետք է երկրորդ փուլ լիներ առնվազն, չեն կարող պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հաղթել, բայց համենայն դեպս երկրորդ տուրի փոխարեն ինքը բռնազավթեց իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի միջոցով արդեն Սերժ Սարգսյանը եւ 13 թվականից բռնազավթեց իշխանությունը Ռաֆի Հովհաննիսյանից, որտեղ Ռաֆի Հովհաննիսյանը ստացել էր ժողովրդի քվեն եւ մեծամասնությունը։ Հիմա այդ մարդկանց պայմանական ենք ասում նախկին նախագահներ, ես ավելի հակված եմ ասել նախկին ուզուրպատորները, որոնց պատճառով նաև ամենայն դեպս նախագահ վիրավորելու հարց չկա, իրանք վիրավորել են մեր ժողովրդին, որ մեր ժողովրդի ձեռքից իշխանություն են խլել։ Դրանից ավելի մեծ դա պետական հանցագործներ են։ Ու այն որ միջև հիմա իրենք այսպես ազատ քաղաքական գնահատականներ են տալիս, ոչ մի պատասխանատվության չեն ենթարկել, այդ դրա մեջ կարելի է մեղադրել գործող իշխանություններին, որովհետև ընկած են, չգիտեմ, ինչ որ կոռուպցիոն բաների հետևից, որը էդ էլ ա եղել, բայց ամենակարևոր բանի հետևից որ պետական հանցագործություն են գործել, իշխանություն են բռնազավթել, դա ամենամեծ հանցագործությունն է ցանկացած պետության մեջ, ոչ մեկ իրենց պատասխանատվության չի կանչում։ Ես հույս ունեմ, որ այն փաստահավաք խումբը, որ հիմա հայտարարություն է եղել արդեն եւ հայտադիմներ ընդունվում հանրային խորհրդին կից, որը ստեղծվել է, ցավոք հանրային խորհրդին կից շատ կուզենք, որ ազգային ժողովի կառույցը դա լիներ, բայց ոչինչ, փաստահավաք խումբ է, որը որ 91 թվականից մինչև հիմա, այդ թվում ընտրությունների կեղծարարությունը այդ ամբողջը քննելու է։ Ու ես հույս ունեմ այդ բոլոր փաստերը, որ հավաքագրելու է փաստահավաք խումբը, մի հատ կշրխկացնեն այդ մարդկանց ճակատներին, որ իրենք հիշեն, թե իրենք ով են, մեծ չխոսան, հիմա էլ շարրանեն Հայաստանի Հանրապետության վրա, թե Հայաստանի Հանրապետությունն է իր իշխանությունով սադրել այդ պատերազմը։ Երկուսի նարատիվներն է դա էր։ Սերժ Սարգսյանը ասում է ոչ մի թազական էր դարձել Նիկոլ Փաշինյանը, մոռանալով որ իր հանրապետականներն էին մղում ոչ մի ցիզականության դաշտ գործող իշխանության հեղափոխությունից անմիջապես հետո անդադ մեղադրելով որ եկել էս փողերը հանձնելու, եկել էս հողերը հանձնելու։ Այն դեպքում որ Սերժ Սարգսյանն էր ընդամենը մի քանի ամիս առաջ իր պաշտոնաթողությունից Ալ Ջազիրային եւ այլ լրատվամիջոցներին ասում այո 7 շրջաններն է պետք է տանք։
Բայց հանգարց իր բաները կուսակիցները դարձել են ոչ մի տիզական ու մղում են գործող իշխանությանը մեղադրելով դավաճանության մեջ թե հեսա չեղած բանի համար։ Ու հիմա հետին թվով ասում են սադրելուց հետո իրենց նպատակին հասնելուց հետո, որտեղ նպատակը ո՞րն էր, որ այս ամեն ինչը ջարդվեր գործող իշխանության հեղափոխության գլխին, որ իրանք հետո սպիտակ ձիերի վրա վերադառնային, ասեն տեսակ ինչ եղավ, մտածելով որ ժողովուրդը ամեն ինչ մոռանալու եւ չի հասկանում թե ինչից հետո էր։ Հիմա նույնը Ռոբերտ Քոչյանը ասում է բանը հայտարարություններ եղավ, որ, չգիտեմ, նոր կետից պետք է սկսի բանակցությունները, չգիտեմ ես ինչ եւ այդ մնացած հայտարարությունները Նիկոլը, դա է պատճառը պարզվում է։ Բառացի ասած ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Հա, այդ Հայաստանի իշխանություններին նկատմամբ։ Հա, Հայաստանի իշխանություններին։ Էլի ավելի լավ Ալիևի ուրեմն առաջ չարածը լվալու ձև չկա, հիմա որտեվ Ալիևենք էլ են սկսել ամեն ձև փորձել նարատիվ բան անել, որ ոչ մի պարտադրանք չի եղել այս ամեն ինչի համար, այսինքն խաղաղության պայմանագրի համար, որ այդ պատերազմը հրահարել է Հայաստանը, այդ լրիվ հետո սիրուն վկայությունները հետո կշարի միջազգային դատարաններում են, այլ նախագահներն են ասում, դրա համար եմ ասում, նրանք նախագահ չեն։ Չի կարելի նրանց նույնիսկ որպես վկա բերել, որտեղ նրանք մի անգամ ուզուրպացիա ենթարկել են իշխանությունը, հիմա նույնը ուզում են անեն։ Բայց հեղաշրջումների շարքը, որ եկեղեցու միջոցով, սրանարա միջոցով փորձում էին անել, բայց որտեղից է։ Հա, Ռուսաստանից է գալիս, բայց իրենք պետք է կատարողը լինեն։ Հիմա ինչ վերաբերում է այն նարատիվներին, որը որ նաև փորձ է արվում հիմա տարածել եկեղեցու հետ կապված, նույն այդ Նարեկ Կարապետյանը։ Կգանք Նարեկ Կարապետյանի հարցազրույցին առանձին կգանք, բայց երկու նախագահների ասուլիսի հիմնական շեշտադրումները ավարտենք, հետո կգանք արդեն մյուս հարցերին։ Երկրորդ նախագահը խոսեց նաև նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի հայտարարությունների նմանությունների եւ տարբերությունների մասին։ Եվ բառացի չեմ մեջբերում, բայց ասածն այն էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ ավելի լավն էր, քան օգոստոսի 8-ը։ Նույն տրամաբանությունն է վերահսկողության առումով, բայց այն ժամանակ գոնե Արցախ ունենք, հիմա Արցախ չունենք մոտավորապես սա էր։ Լսեք, այն ժամանակ, բա երբ որ Նիկոլ Փաշինյանը դա ստորագրում էր, ու ասում էր գոնե հնարավորություն է ինչ-որ բան պահելու։ Ինչ էին աղմուկ դրի աշխարհով մեկ թե ինչ կապիտուլյացիա է ստորագրել, սա կապիտալացիոն փաստաթուղթ է եւ այլն։ Այս այդ աշճանի մտածեն հայ ժողովրդի մասին, որ հայ ժողովուրդը այդ աշճանի կարճ հիշողություն ունի, որ ամեն ինչ մոռանում ա դուք ինչ որակում եք տվել այդ փաստաթղթին, հիմա էլ եկել ասում եք լավ փաստաթուղթ էր գոնե։ Ոչ, օգոստոսի 8-ն է լավ փաստաթուղթ, որտեղ միջնորդը Միացյալ Նահանգներն այլ ոչ թե Ռուսաստանն է, որը անդադ մեզ դավաճանելով գնում է, անդադ մեր տարածքները խուրդելով գնում է։ 100 տարի է արդեն։ Ղարսից սկսած, Լենին Քեմալով եկավ, Ստալինը Ղարաբաղը հանձնեց, տենց մանրից մեր շահերի աշխին ասում են Հայաստանը ամեն ինչ արեց, որ ռուսները դուրս գան Արցախից։ Հա, այն օրն էլ մեկը գրել էր դրանցից բանը։ Սյունիքը բոլշևիկները նվիրեցին Հայաստանին։ Հա, ով էր, կարծեմ Բագրատյանն էր, ով էր։ Պատկերացնում եք, ուրեմն Նժդեհը չի պահի Սյունիքը, բազմը բոլշևիկներն են նվիրել։ Էդ այս մարդկանց միջից Կրեմլը դուրս չի գալի, ուղեղների միջից Կրեմլը դուրս չի գալի, ասես նստած է այդ բանն էլ ցցված է միշտ գլուխների միջից այդ Կրեմլի այդ աշտարակի բանը։ Դրա համար բոլոր նարատիվներն նրանց նարատիվներն են կրկնում, որտեղ նրանց նպատակն է Հայաստանը կցել նորից Ռուսաստանին, որ այս եղածն էլ ինչ որ մնացել է, այդ էլ կարողանան Կրեմլից խուրդեն Ադրբեջանին, Թուրքիային։ Այդ է դրանց նպատակը։ Ինչ են ուզում, Facebook-ի զորք են, չէ՞ ուզում կանգնացնեն այդ նոյեմբերի 9-ի բանով, որ Քոչարյանը ասում է, նույն բանն է, ինչն է, նույն բանն է, այնտեղ Facebook-ի զորքերի մասին բան կա, այս տրիպի պայմանը համաձայնագրով։ Տրամաբանությունն այն է, որ այն ժամանակ ռուսները դիվերասկային, հիմա էլ Միացյալ Նահանգների տարբերություն։ Ո՞վ ասում Միացյալ Նահանգները։ Այն Նահանգները։ ժամանակ ռուսների ժամանակ գոնե Արցախում ունեինք։ Ուրա թե Միացյալ Նահանգները վերահսկում 1։ Երկրորդը Արցախը ինչի հանձնվեց, որովհետև դուք բռնեցիք, ստիպեցիք Արայիկ Հարությունյան հրաժարական տա, ծափ եք տալի, ասում եք տեսակ ինչ հաղթանակի հասանք։ Հա, հասակ ձեր հաղթանակին, որովհետև ձեր նպատակները միշտ է པարզ ա եղել մեզ։ Հիմա չգիտեմ, այդ նաև ռուսների հետ համաձայնեցված էր, թե ուղղակի հրահանգ են ստացել ու իրենց տկարամտության պատճառով տրվեցին այդ ամեն ինչին, բայց փաստ է, որ այն ժամանակ, երբ որ Արայիկ Հարությունյանին արևմուտքից ասում էր գնա բանակցի ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ, դու սուբյեկտայնություն ես ձեռք բերում։ Ադրբեջանը դեռ քո հետ նստում է սեղանի շուրջ, արդեն դու բանակցում ես հետը։ Բուլղարիա, հետո հրաժարվեցին, հետո նոր արդեն Բրատիսլավայում, բայց արդեն ուշ էր, այն ժամանակ էլ արդեն ադրբեջանցիները հրաժարվեցին, միջև որ ստիպեցին Արայիկ Հարությունյան հրաժարական տվեց եւ ունենք այն ինչ որ ունենք։ Իմանալով որ նախորդ ասել էր Ալիևը, ասել էր, եթե նոր նախագահի ընտրություններ եղավ, բան ենք անելու, մենք ռազմական գործողություններ ենք անելու, այդ ինքնապաշտպանական ջոկատներն ու իրանք ուրիշ բան են ասում բնականաբար, ուրիշ որակում են տալիս, այդտեղից վերացնենք։ Այդքան բանը իմանալով հանդերձ, չէ, ոչինչ, ռուսները մեզ կպաշտպանեն, հա, կպաշտպանեն, միշտ ոնց որ միշտ են պաշտպանել, այտենց էլ հիմա պաշտպանեցին Արցախում։
Ու հիմա իդեպ ոչ միտեղ չեն ասում։ Մի հատ ծպտուն չեն անում, որ ռուսների պատասխանատվությունն է, որ իրենց խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանը հարձակվեց։ Բայրամն է բաց տեքստով ասում է, մենք նախորդ զգուշացրել ենք, տեղակ ենք պահել։ Ռուսներին, որ մենք այդ գործողություններ ենք անելու, որ հանգարց իրանց մի վնաս չտան, որ իրանք իրանց տեղերից ոնց որ ստեղ Վարդենիսից Սոտքից հետ էին նահանջի մի օր առաջ տեղակ ելնելու, որ Ադրբեջանը պետք է հարձակվի, մեզ էլ տեղակ չէին պահում, ճողոպրում էին դատարկ էին թողում պոստերը, հաջորդ օր ադրբեջանցիները գալիս նստում էին։ Այդ նույն Կրեմլի իրենց դաշնակիցները։ Այդտեղ էլի նույն հակապաստարկն է բերվում, թե Փաշինյանը գնաց հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ռուսներին ինչ անեին, մոտարապես սա էր հակապաստարկը, որ ռուսները չեն որևէ հայտարարել։ Այսինքն ռուսները չէին ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Պուտինը մեռավ ասելով, պատերազմից հետո էլ առաջել, որ դա տարածքային ամբողջականությունն է Ալիևի, մենք բանը Ադրբեջանի մենք միշտ էլ ճանաչել ենք, այդ թվում ոչ միայն այդ 7 շրջանները, այդ թվում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ինչ են, ում են էշիտեղ դրել, ինչ են խոսում։ Կամ իրենք երբ են Արցախի անկախություն ճանաչել, որ հիմա եկել են ասում են Նիկոլ Փաշինյան տարածքային ամբողջականություն ճանաչեց Ադրբեջանի։ Թող ճանաչեն։ Մի քանի անգամ բան ենք բերել։ Այդ թվում այն ժամանակ ընդդիմությունը, ես էլ ժառանգության անդամ էի։ Արցախի անկախությունը ճանաչելու ընդ որում այն ժամանակ, երբ որ ձեռները լվացել են միջնորդները, ասում են մենք այդ տարբերակ չունենք առաջարկելու։ Ինչ առաջարկում ենք, մերժում են։ Իսկ ով էր մերժում, Ադրբեջանն էր մերժում։ Իսկ ֆորա կար, Հայաստանը ֆորա ուներ այդ ժամանակ անկախությունը ճանաչելու։ Եվ եթե պատերազմ էր լինելու, այն ժամանակ լիներ այս հետևանքները չէր լինելու, ոչ դրոն կար, ոչ էլ այսպիսի դիսբալանս կար։ 2007-8 թվերի մասն է խոսքը, երբ որ առաջի անգամ ժառանգությունը մտավ բան, ազգային ժողով։ Հենց առաջի գործը, որ եղավ Ռաֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունները, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը, բա անեք։ Այն ժամանակ ամեն ինչ արեցիք, որ տապալեք, որովհետև ձեզ ռուսները ձեր թույլ չէին տալիս, ամեն ինչ նայում եք, ինչ թույլ կտան, ինչ թույլ չեն տա։ Հիմա եկել եք արդեն ամեն ինչը ձեր պատճառով, նայ ձեր թույլատրած բանակը։ Սերժ Սարգսյանի օրոք զեկույց է գլխավոր շտաբը ներկայացնում, որի մասին հետո հայտնի է դառնում հրապարակվում արդեն 15-16 թվերի մասնախոսքը, որ ոչ բանակն է պատրաստ այս դիսբալանսի պայմաններում դիմակայելու, ոչ պետական համակարգը, ոչ մի բանը պատրաստ չի։ Նիկոլ Փաշինյանն էր այդ ժամանակ, թե հեղափոխությունն էր։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասում էր, որ նման քայլ, ասենք այդ ճանաչելը բանը ուղղակի նշանակի արհամարել եւ Ռուսաստանին եւ Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին եւ պատերազմ հրավիրել։ Ոչ, միայն Ռուսաստանին։ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դրան պատրաստ էին եւ միշտ են պատրաստ եղել։ Այն ժամանակ էին նաեւ պատրաստ, երբ որ 16 թվականից հետո լավա ինքն է վկայակոչում։ Ալիևը ասում էր, որ ինձ վրա ճնշում էին գործադրում, որ Արցախի անկախությունը ճանաչեմ։ Միշտ էլ իրենք պատրաստ են։ Մենակ ռուսները պատրաստ չեն եղել, որտեղ Արցախի անկախության ճանաչմամբ այդ հարցը փակվում էր եւ իրենց ճնշում էլ գործադրելու լծակը կորում էր Ռուսաստանի։ Եվ գալու են միջազգային ուժեր, ոչ ռուսական։ Իսկ ռուսները հասցրեն նրան, որ Լավրովի պլան դարավ, Արևմուտքն է ձեռները լվաց, տեսավ արդեն ոչինչ չի կարողանում անի, ոչ մի միջամտություն չի կարողանում, ոչ մի իր առաջարկ չի ընդունվում, ասես լավ, փորձեք ձեր Լավրովի պլանով։ Ու արդեն սկսեց զորել Լավրովի պլան 16 թվականին մի հատ զորեց։ Պատերազմի միջոցով փորձեցին ստիպել Սերժ Սարգսյանին, նաև Պերմյակովի այդ ակցիան դրան էր վերաբերում սարսափեցում այդ նույն պատմություններ, ինչ որ Ալիևին էլ սարսափեցնում են այդ օթանավի խոցմամբ։ Այն օթանավի, որ զուգահեռ ինքն էլ այդ զուգահեռ մյուս գծով ինքը թռնում էր Մոսկվա։ Հասկացին, որ քեզ կարայինք խոցենք, տղա ջան, եթե չես մեր պայմանները կատարում, ինչ որ խոստացել ես։ Դա իրենց ձեռագիրն է Ռուսաստանի։ Այն ժամանակ է Սերժ Սարգսյանն էին սարսափեցնում։ Եվ 16-ից հետո Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ լուծի այդ հարցը։ Նրանք էլ ասացին դե լուծի, հետո Սասնա-Ծռայի դեպքերը եղավ, ասեց ոնց լուծեմ, sense բաները կատարում, ասին դե որ չես կարող լուծես, ուրեմն մեր մարդը կգա կլուծի։ Կարեն Կարապետյանին ուղարկեցին, ասին կդնես վարչապետ, 2 տարի հետո էլ դու գնում ես, ինքը կդառնա ղեկավար արդեն համանadrությամբ, ինքը կլուծի։ Այն էլ վերջի պահին էդ էլ հրաժարվեց, որոշեց մի քիչ ձգի, տեսակ ինչ եղավ, հեղափոխությանը ռուսները փաստացի աջակցեցին։ Հույս ունենալով որ Կարեն Կարապետյանը պետք է բերեն դարձնեն իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին։ Դե իրանք հույս ունեին, բարեբախտաբար հայ ժողովուրդը նենց դուրս չեկավ, որ իրանք կարողանային իրենց պլանները կատարեն։ Շատ լավ թափով դուրս եկավ եւ ասեց ոչ, մեր ուզածը պետք է լինի վարչապետ, ոչ թե ձեր խամաճիկը։ Ու այդտեղ բախներս բերեց, թե չէ Սերժ Սարգսյանն էլ նաեւ չէր հանձնելու իշխանությունը, եթե այս Արցախի հարցը հույս չունենար գցել Նիկոլ Փաշինյանի ջեբը, հետո վերադառնալու բանով։ Իսկ խաղաղության համաձայնագրի մասով Ռոբերտ Քոչարյանը նոր առաջարկով հանդես եկավ, այն փաստաթուղթ որ ստորագրվել է, ասում է հասկանալ է, ասում է սա խաղաղություն չէ, խաղաղությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մարդու ցանկությունից, ալի եւ այլն, եւ խոսում է երաշխիքների անհրաժեշտության մասին, առաջարկում է, ինչքան հասկացա, մի նոր համաձայնագիր բանակցել խաղաղության երաշխիքների մեխանիզմ ստեղծելու մասին, այդ թվում ներառելով նաեւ Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ։ Դե իր նպատակը միշտ էլ Ռուսաստանին ստե բերելն է, հասկանալի է։ Մի պահ տեսավ Ռուսաստանը չի լինում, Իրան էր փորձում բերել, Իրանը տեսավ չի համաձայնվում, ավելի շուտ հակառակը։
այս ճանապարհներին համաձայնվում է Իրանը, ասում է հայ, եթե դա միջանցք չի լինելու, ամեն ինչ նորմալ է, ինչքան էլ իրանք միջանցք թուրքակի նման կրկնեն, Ալիևի նարատիվները, Զանգեզուրի միջանցք, նույն էլի կրկնեցին, նույն Սերժ Սարգսյանն էլի կրկնեց։ Ինչքան ուզում է կրկնեն, եթե նույնիսկ արտաքին խաղացողները, որոնց շահերից դա չի բխում, ընդունում են, որ դա միջանցք չի, որտեղ իրենց ներկայացվել է ամեն ինչ, Իրանի մասին նկատի ունեմ։ Վելաթի հայտարարությունից հետո, բայց հետո արդեն իրենց արտգործնախարարը Վելաթին, ասեմ, իրենց հոգևոր առաջնորդի խորհրդականն է ընդամենը, բայց արտգործնախարարը հետո նախագահ եւ այլ ամեն բոլորը ասացին, որ օքեյ ենք, եթե դա միջանցք չի լինելու եւ Հայաստանի վերահսկողությունն է լինելու, ոչ թե Միացյալ Նահանգների, ոնց որ էտել հիմա ուզում են բան անեն, համոզեն։ Միացյալ Նահանգները ընդամենը կոնսորցիում է ձևավորում Հայաստանի հետ միասին, որտեղ բիզնես շահեր ունի, այնտեղ մենակ ճանապարհները չեն, դա գազատար է, նավթատար է եւ միայն մեղրի տարածքով չպետք է անցնեն։ Ավելի հյուսիս պետք է անցնեն իրականում գազատարն ու նավթատարը, որտեղ Ալիևն էլ չի ուզում հենց Իրանի սահմանով լինի, որ Իրանի համար հասանելի չլինի խոցելու տեսակետից, ոնց որ Բաքու-Ջեհանը ռուսներին համար հասանելի խոցելու տեսակետից։ Հարցեր կա։ Եվ շատ լավ որ Հայաստանը հայտնվել է այդ աշխարհաքաղաքական շահերի համադրման կիզակետում։ Եվ այդ համադրման մեջ Ռուսաստանը եթե իրեն չի գտնում, դա իր խնդիրն է։ Հիմա նոր սկսել են իդեպ փորձեն գտնեն։ Այս նույն երկաթգծի տեսակ, հենց որ տեսան դուրս են մնում, ասին լավ եկեք մենք էլ այդ երկաթգծից օգտվենք։ Դե հիմա տարածում են որ այդ ճանապարհը հենց ռուսներն բացել են ոչ թե միացյալները։ Հենց ծորենը ճանապարհը Ռուսաստանն է բացել։ Հատուկ հա ռուսների համար։ Դա լավա չեն ասում տրիպն էլ է Ռուսաստանը համոզել Տրամփին, որ տրիպը ստորագրի։ Լավ, այդ բանակցային գործընթաց փակուղի պատերազմ պարտություն է համատեքստում երրորդ նախագահ խոսեց 2019 թվականի Իրաքի խմբի համանախագահանի առաջարկի մասին եւ մոտավորապես ասածն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ընդուներ, եթե ընդուներ այդ առաջարկները, այսպես չէր լինի, բայց Նիկոլ Փաշինյանը մերժեց։ Սրա հետ կապված ինչ շերտեր կան, ինչ տեղեկություններ կան, ինչ գնահատական կա։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Իհարկե, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Պարոն Խուրշուդյան, մենք խոսում ենք Հայաստանի նախկին նախագահների ասուլիսների հիմնական շեշտադրումների, պատերազմի, պատճառների պարտության մասին եւ հասանք բանակցային գործընթացի այն փուլին, որին անդրադարձավ երրորդ նախագահը, այն է 2019 թվականի Հայաստանի կողմից մերժված առաջարկներ, սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունենք։ Իրականում, եթե Սերժ Սարգսյանը կարողանար այդ առաջարկները ընդունել, ինքը կընդուներ։ Ինքը սկսել էր, չէ՞, նախապատրաստել, հող էր նախապատրաստում։ Ինքը ոչ միայն հարցազրույցներ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ չի ընդունել։ Հա, բայց ինքը չընդունեց առաջինը։ Նախ ինքը հասարակական կարծիքներ փորձում տրամադրել, որ հանձնելու է այդ շրջանը, դա համար հարցազրույցներ էր տալիս, բաց տեքստով ասում էր, ճիշտ է, Հայաստանում չէր տալիս, բայց երբ որ Ալ Ջազիրային տալիս էր, Կիսիլյովին, Ռուսաստանին տալիս էր, այո, այդ ամեն ինչը գիտեր, չէ՞, որ ստեղ հասնելու է։ Հասարակական կարծիք, բայց տեսա, որ չի փոխվում կարծիքը, որ հասարակությունը դեմ է, ավելին ասեմ, Ղարաբաղի իշխանություններն են դեմ։ Կներեք, էլի գնացել է Ստեփանակերտ համոզում էր, այդ որտեղից է այդ խոսքը, նաև այդ հարցազրույցի ժամանակ այս երկու օր առաջ կրկնեց, որ ասում էի, որ բանը գալու եք Երևան վերջը Ստեփանակերտը երկեք, ոնց որ արսխարսենք հիմա երկում։ Բայց ինչի էր ասում, որտեվ համոզում էր, չէր կարողանում համոզել, որ այդ պլանին համաձայնվեն, իսկ ինչ էր այդ պլանը։ Տարածքներ ոչ մի բանի դիմաց, կամ ավելի ճիշտ խաղաղության դիմաց։ Հա, բայց ինչ անշնակում տարածքներ առանց երաշխիքների, առանց կարգավիճակի, առանց ոչ մի բանի, օդում կախված, բայց արդեն շրջափակված Արցախ, էլ նույնն էր ելնելու, ինչ որ նոյեմբերի 9-ից հետո մոտավորապես։ Շրջափակված Արցախ, ոչ մի արդեն բարենպաստ դիրքեր չունեցող եւ Ադրբեջանը հարմար պահի էր սпасելու, կարող է այտենց չաներ, ուրիշ ձև աներ, բայց վերջը անելու էր։ Դա էր նշանակում։ Դրա համար էլ ինքն էլ չէր համաձայնում, ինքն էլ էր հասկանում, որ առանց երաշխիքների դա չէր լինի։ Նիկոլ Փաշինյանն էլ հասկացավ։ Ուրիշ բան, որ եթե Սերժ Սարգսյանը օրոք, եթե նույնիսկ ինքը համարձակվեր դա ընդուներ այդ պլանը, իրան մի օրում կհանեին իշխանապողություն կաներ ժողովուրդը եւ իր շրջապատը։ Բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում այստեղ կարող ենք մեղադրել, որ ինքը ունենալով հեղափոխության լեգիտիմությունը եւ մեծ սպասումներ կարող էր ինչ որ ձևով, ես չեմ ասում համաձայնվել այդ պլանին, բայց այն ուղերձները, որ ինքը պատրաստում էր Ալիևին ուղեր, Ադրբեջանի ժողովրդին ուղեր, ինքը ավելի համարձակ կարող էր անել եւ իդեպ ինքը մի անգամ ասեց օգոստոսի հանրահավաքներ, լավ հիշում եմ 18 թվականին, որ ինքը ասեց ես պատրաստվում եմ դիմել Ադրբեջանի ժողովրդին ու դրանից հետո ես իմանում եմ որ Ալիևը իրան խնդրել է դա չանել ու ոնց հասկանում եմ դրա դիմաց նաև խոստացել է որ ոչ մի կրակոցներ չի լինի այդ դրա դիմաց է խոստացել ոչ թե ուրիշ բաների ոնց որ Սերժ Սարգսյանն հիմա վերագրում է Նիկոլ Փաշինյանին բայց ինքը ամեն դեպքում պետք է աներ որտեվ այդ ուղերձը չէր լինելու Ալիևի դեմ այդ ուղերձը լինելու էր մեղմելու լարվածությունը եւ նաև փողզիջումների մասին էր լինելու մոտավորապես նույնն էր լինելու ինչ որ Սերժ Սարգսյանը ասել էր
այսինքն տարածքների ազատագրված տարածքների մի մասի վերադարձի գոնե 5 շրջանի, բայց ինչ որ կարգավիճակի դիմաց, եթե դա ղեկավարն է ասում ուղղելով այդ խոսքը Ադրբեջանի ժողովրդին, դրանից հետո պատերազմ սկսելը շատ ավելի բարդ էր լինելու եւ առնվազն դա բանակցային դիրքերի բարելավում կարող էր Հայաստանի համար, հա, բայց հիմա հետին թվով հեշտ է, գիտեք, բան անել, հա։ Հիմա էլ հարցնում են, եթե մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ 19-ի փաստաթուղթ, ես չգիտեմ այդպեսի փաստաթուղթ եղել է թե չի եղել, Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև տարեվերջ պիտի հրապարակի այդ փաստաթղթերը։ Դրանց մասով արդյոք այդ փաստաթղթերը այս երկխոսության, այս բանավեճին, այս պատմությանը վերջ կտան, ինչ կտան դրանպես այդ բանակցային փաստաթղթերի հրապարակումը։ Ավելի մեծ թափանցիկություն հասարակության համար, որ վերջը հասկանանք ինչ է առաջարկվել Հայաստանին, երբ է առաջարկվել, ով է առաջինը մերժել այդ առաջարկները, ինչի է մերժել, մերժելուց հետո ինչի էր ազգային ժողովում գալիս ասում, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, մենք դա տեսնում ենք, Սերժ Սարգսյանի մասնախոսքը։ Եվ հիմա էլ հարցեր են հնչում, թե եթե այդ փաստաթղթերը գնալով ավելի վատն էին դառնում։ Ինչու է 10 տարիների ընթացքում մեկը մյուսն էլ իր 10 տարիների ընթացքում ավելի լավ պայմաններով չէին համաձայնում։ Բա լավ, իրանք չէին հասկանում, որ եթե իրանք պետական համակարգը ոչնչացնում են իրենց կոռուպցիայով, թալանով, ագահությունով, չտեսությունով, իսկ Ադրբեջանը նավթային ռեսուրսների շնորհիվ ինչքան էլ ընդեղ կոռուպցիա կար, ամեն ինչ կար, բայց այնքան նավթից փողեր էր գալիս, որ բոլորի ախորժակներն հերիքում էր, հերիք չի մի հատ բանակին հսկայական գումարներ են ուղղում։ Պարզ չէր, որ բալանսը խախտվելու է Ադրբեջանի հետ, ում էին սպասում։ Հույս ունեին, որ Ռուսաստանը իրանց պահելու է, այդ էր, միակ իրանց հույսը դա էր։ Դրա համար նույնիսկ առանձնապես զենք գնելու վրա էլ ոչ մտածում էին, ոչ է։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը 16 թվին ասում էր 80-ականների թվի զենքերով են կռվում։ Ո՞վ է մեղավոր, բա առնեիք թազա զենքեր, նոր զենքեր առնեիք, այդ ջիպերիդ փոխարեն, դղյակներիդ, ադամանդներիդ փոխարեն զենք առնեիք պետության համար, որ հետո հետին թվով չգայիք շառանեիք, թե ոչ մի թիզական դարավ Նիկոլ Փաշինյանը, սադրեց պատերազմը, դրա համար այսօրին ենք։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների նմանությունը, տարբերությունը եւ նպատակների նմանությունը, տարբերությունը որոնք են։ Գիտեք, երբ որ դու տեսնում ես ինչ կյանքով են ապրում այդ երեքը, ինչ շքեղություն, ինչ տների ցուցակներ, Ռոբերտ Քոչյանի անշարժ գույքի եւ իր ընտանիքի անշարժ գույքի ցուցակները անսպառ են, ասես կարդում գնում է, տաներա որ առել է, ուր էր տանելու են, որ ասում են գյորն էր տանելու երևի, այդքան տունն ու ունեցվածքը, ինչ էր անելու։ Ավելի լավ չէր դրանց, մի մասը գոնե ուղղեր բանակին։ Մենք 44 օրյա պատերազմին իրականում այնպես չի որ այնպես համոզիչ հաղթանակ տարան, զորով հաղթեցին։ Էն էլ մեր զինվորների քաջության շնորհիվ էր, հայրենասիրության շնորհիվ էր, ոչ թե որ լավ զենքեր ունեինք։ Լավ դիրքերի շնորհիվ էր, գոնե այդ կարային կօգտագործենք։ Մի քիչ ավելի լավ զինված պատրաստված լինեինք, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը 18 թվից հեղափոխությունից հետո չհասցրեց, հսկայական ծավալի զենք գնվեց այդ ժամանակ, բայց քիչ էր, մեկը բալանսը արդեն հնարավոր չէր հասցնել վերականգնել։ Հակաօդային պաշտպանություն նորմալ ունենայինք, ոչ թե վերջին պահին այդ բուկերը ռուսները խոստանային ու վերջի պահին նոր տային, երբ որ ավարտվեց պատերազմը, ոնց որ Սամվել Բաբայանն է Խոստովանում պատմում է դել։ Հասկանում եք, այդ ամեն ինչից հետո ուղղակի ամոթից իրանք ձեն պետք է չհանեին, ու որ տեսնում ես հելնում են, արդարանում են, մեղադրում են սրա նրա, ասում ուղղակի իրոք զուտ որպես քաղաքացի շատ մեծ վրդովմունք եմ ապրում, որ ընդհանրապես այդ մարդկանց եթերա տրամադրում որևէ տեղ։ Իսկ Վարշապետի արձագանքի մասին ինչ կարելի ասել։ Այդ բոլոր հայտարարությունները, եթե մեկտեղ բերենք, բանակցային գործընթացը թոք էր Հայաստանը մոտակա ծառին կապելու համար, բանակցային գործընթացը ամեն անգամ այդ թոկը կարճացնելու մասին էր, պետության պետականությունը վերջ տալու մասին էր եւ այլն։ Այն որ Արցախի խնդիրը Ռուսաստանը միշտ էլ օգտագործել է Հայաստանի դեմ, դա ակնհայտ է։ Նույն ինքը անուն չի տալի Ռուսաստանի, բայց բարձրանում մասին է խոսքը։ Բայց ես չէի ասի, որ թոկը Հայաստանի վզին այդպես չի ձևակերպում տա, որտեվ դա ուղղակի կարող է մեր հայրենակիցների համար Արցախցի վիրավորական լինել, որտեվ Արցախի խնդիրը օդից չի ծնվել։ Ես օրինակ համաձայն չեմ, որ դա KGB-ի զուտ ասենց օդից ստեղծած խնդիր էր, ոչ։ Ինքը շատ լուրջ արմատներ ուներ։ Արհեստական մեր հայրենիքի կեսը բռնե կպցրել են Ադրբեջանին, մեր բնակչության մի զգալի մասը հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո, եւ իրանք ամեն ինչ անում էին, որ հայերին այդտեղից հանեն։ Այնպես չի, որ ջավախիցիների պես խաղաղ ապրում են, լավ, ընդեղ էլ ասենք, հա, ինչ որ ձևով ստացվել է, Վրաստանում են, ոչ մի խնդիր
Չկա, նու կան ինչ-որ խնդիրներ, բայց այնպեսին չի, որ մարդիկ ընդեղից արտագաղթեն, նեղվեն եւ այլն։ Հիմա շատ լավ են ինտեգրվում են վրացական հասարակության մեջ։ Այսօր մանկական Եվրովիզիոնիայի այդ Եվրատեսիլի ներկայացուցիչը Վրաստանից հայ աղջիկ ալնելու, հայ երեխա ալնելու, այսինքն այդպես խնդիր չկա։ Ադրբեջանում էլ եթե ժամանակ այնպես պրեսինգային քաղաքականություններ, բայց հիմա կարծես թե չի։ Հա, ինչ որ պահեր մեկ այդ ազգայնական այդ պորտկումները որ լինում, ինչ որ բաներ լինում, բայց մեկը մշակույթը վրացի ժողովրդի այնպեսին էր, որ թույլ չտվեց ինչ որ էթնիկ զտումներ անեն, հարցակվեն։ Հիշում եք Ստեփանակերտում խաղաղ հանրահավաքների դիմաց Աղդամից հրոսակների խումբ երկաթներով զինված եկել էին պատժելու, որ Ասկերանում մի հատ համազարկ տվեցին, երկու հոգի էլ զինվեց, մեր ինքնապաշտպանական ուժերը։ Եվ այդտեղից էլ սկսվեց առաջի զոհերը տեղ եղան ըստ էության, հա, հետո Սումգայիթ եւ այլն եւ այլն։ Չնայած չեմ կարծեմ Սումգայիթը դրանից հետո թե դրանից առաջ կարող է սխալվեն, բայց ամենայն դեպս ուզում եմ ասեմ զինված հակամարտություն որպես այդ բանում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ այդտեղից սկսվեց առաջի անգամ, որ զոհ եղավ։ Հա, բայց մենք միջև այդ տեսանք, չէ, ինչ ա արվել 60-ականների այդ երեխայի սպանության հետ կապված դատավարությունը, ոնց էին ամեն ինչ անում, որ տնտեսությունը չզարգանա Արցախում, որ արցախցիները գնան Բաքվում ապրեն, որ հայաթափվի, զուգահեռաբար բերում էին իրանց գյուղերում, ձեռնարկություններ են ստեղծում, լավ վիճակ են ստեղծում, որ շատանան այնտեղ մարդիկ։ Ակնհայտ նախաչևանիզացիա էր գնալու։ Օթում չէր էլի այդ որ ասենք KGB-ն ստեղծեց դա։ Հա, օգտվեցին, KGB-ն մատը խառն ա եղել, միանշանակ։ Մենք է գիտենք, որ այո, ինչ որ պահին, երբ որ ուզում էր Գորբաչովը տեղական էլիտաներին փոխել, պետք է խառնակցություններ մտցներ։ Մենակ ստեղ չէր։ Միջին Ասիայում էր տարբեր տեղեր KGB-ն այդ խառնակցությունները մտցնում էր, մեկ էլ տենում էր բոլոր կենտկոմի քարտուղարներին հանում էր Գորբաչովը այդ առիթով։ Որտեղ իրան պետք էր մակրեր ճիշտ կա, իր մարդկանց բերել, որ կարողանար մեծ ավելի փոփոխություն աներ սովետական միությունում առանց հասկանալու, որ կրակի հետ է խաղում նման բաներ անելու։ Բայց կապ չունի, խնդիրը կար։ Խնդիրը կար։ Հիմա դառնանք արդեն երրորդ ասուլիսին, այս անգամ արդեն Միացյալ Նահանգների հարթակում, մեր ձևով շարժում ցեղասպանությունից մինչև եկեղեցի։ Ինչ ուղերձներ էր փոխանցում, ինչու Միացյալ Նահանգների հարթակից։ Ուրեմն այս երիտասարդը ցույց տվեց, որ իրենց ձևովը Սերժանտ Ռոբենս ձևովից ոչ մի բան չի տարբերվում։ Նույն ձևի շարանել Հայաստանի Հանրապետության վրա։ Այս մեկն էլ շարեր անում, թե Հայաստանի Հանրապետությունը իդեմ իր իշխանությունների արշավը սկսվել քրիստոնեության դեմ, պատկերացնում եք։ Հա, քրիստոնեությունն էր այդպես։ Ասենք լավա չասեց Հիսուս Քրիստոսի դեմ, էլի մեղա այն որ ասում է։ Հիմա այս մարդիկ հավակնում են Հայաստան ղեկավարեն, Հայաստանի վրա շար բերելով։ Մեկը Ալիևի ասածները համաշխարհային պատերազմը էլ ավելի է սրվել։ Հա, քրիստոնեության դեմ համաշխարհային պատերազմը ասենք կազմել փաստորեն Հայաստանը ու ասենք այս խեղճ եկեղեցու վերնախավին եկեղեցու խեղճ վերնախավին ճակերտը որ sense ասենք հետապնդում է ոչ մեկ չի ասում որ այնտեղ լեցունա KGB-ի գործակալներով ոչ մեկ չի ասում ինչեր են անում այնտեղ կոռուպցիան այն մնացած բաներ չեմ ասում այդ դրա մասին այդ ամբողջը իրանց պատկերացած իրենց ձևով քրիստոնեությունը դա է որ այդպես պետք է լինի եկեղեցիները բայց ինչպես ինչու Միացյալ Նահանգների հարթակից դե Թակեր Կարսոնը մարգինալ լրագրող է այն իմաստով որ մերժված է հասարակության մեծ խավերի մեծ մասի կողմից, որտեղ դավադրապաշտության մեջ խորացած է, որտեղ նույնիսկ այդպիսի պահպանողական ալիք ինչ որ Fox News էր, որտեղ ինքը ժամանակին աշխատում էր, իրար հանեց ընդեղից, որտեղ հիմար բաներ էր դուրս տալիս ներողություն արտահայտության, լրագրող պետք է պատասխանատու լինի վերլուծաբանը, հա։ Ինքը հետարքիր է խոսում, մեկ հետարքիր թեմաներ է արծարծում, դրա համար էլ այդպես մեծ լսարան ունի, բայց նաև ուզում եմ ավել պակաս բաներ է խոսում, որի համար լրագրություն Պարագայում ինչ էր նվերեր Ռուսաստանին Միացյալ Նահանգներին։ Կներեք, նա նույնիսկ լավ չէր հասկացել, գիտեք, որ երկրի մասն է խոսքը։ Հետո նկարվել էր Ամստերդամի ու այդ Նարեկ Կարապետյանի հետ եւ վերևը գրել էր Զելենսկու մասին ինչ որ բաներ, վերտարություն էր գրել, ընդհանուր թե Ուկրաինայի մասին է խոսքը։ Ասում էր Զելենսկին եկեղեցու դեմ ինչ որ արշավ է սկսվել եւ ասես բաներ էր գրել։ Այսինքն նրա համար հասկանալի էր, որ նա չի էլ խորացել, ուրեմն ինչ նշանակում, ինչու մեկը կամ համոզել է, որ ինքը այդ հարցազրույցը կամ վճարել է։ Դե միլիարդատեր մարդ է, կարող է վճարել է Սամվել Կարապետյանը եւ ընտանիքը, որ այդպեսի հեղինակավոր հարթակում մի հատ Ռուսաստանը անում չտվեց։ Արցախի մասին խոսեց եւ այլն, հայրենասիրական բաներ, չէ, որ ստեղի մեր հայաստանցիները ասեն, այ տեսար, Ամերիկայի հարթակներում կրոնական բան գծի Հա, բայց մի հատ Ռուսաստանի անում չտվեց, որ այդ Արցախահայերին ում պատճառով այդտեղից էթնիկ զտման ենթարկեցին, ում ներկայությամբ, ովքեր են երաշխիք կանգնել, որ մենք որ միտեղ կանգնում ենք, ոչ միտեղ չեն գնա, ռուսական սապոգը որ միտեղ լինի, մենք որ ընդեղ ենք, դուք հանգիստ կարաք վերադառնաք, Պուտինի խոստումը, արցախցիները Հայաստանում են 44 տարիից հետո, ո՞նց վերադարձան։ Պուտինի խոստումը,
որ վստահ եղեք, որ մենք որ ընդեղ ենք, վերջ, արդեն ձեզ ոչ մի բան չի սպառնում։ Էլ ինչ իմանային, որ հայել իրենց խուրդելու են, հայել, քանի դեռ իրենց մի մասի առնված առաջնորդները, որոնք որ ներկայանում են այդպեսին, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հնարավորություն են տալու ռուսներին իրենց շահերը անդադ խուրդեն։ Հաջորդը եկեղեցու շուրջին չէ կատարվում ինչ գնահատական դիտարկումներ այս կիրակի հերթական պատարակը Թալինում, որին մասնակցեց վարչապետը, արդեն հաջորդ կիրակի մասին կա, այս հակադրությունը ինչպես է շարունակվելու, մինչև ուր է շարունակվելու, հանգուցալուծումը ինչպես է լինելու, հրապարակում թե խորանի մոտ։ Դե ակնհայտ է, որ կտրիչը կհեռանա վաղ թե ուշ այդ ժամանակի հարցահեղեն պետք է հեռանա։ Չի կարող հայ առաքելական եկեղեցին, որը հսկայական ռեսուրսներ ունի, այդ թվում հոգևոր եւ զուտ ազդեցության տեսակետից քաղաքական բառն ինչ չեմ ուզում օգտագործեմ, բայց արտաքին աշխարհում իր հոգևոր ռեսուրսը զուտ հազարամյակների եկեղեցու լինելով, այդ ցանցը ունելով աշխարհով մեկ, ինքը մեծ ազդեցություն կարա թողնի Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրի վրա դրական։ Արցախի ճակատագրի վրա էլ կարող էր թողնել։ Այդ 44 օրյա ժամանակ, որ զանգերը ղողանջեին, ոչ թե ամեն մի բանի ուրեմն ռազմական հեղաշրջում անելու կոչ անող տերտերի համար զանգեր բաները, ամեն մի կոռուպցիոների համար զանգերը, այլ հայ ժողովրդի համար 44 օրյա ժամանակ, որ մոբիլիզացիա ալներ հայ ժողովրդի մոտ, չնայած էլի եղավ, բայց ավելի ուժեղ կլներ։ Եվ աշխարհով մեկ զանգերը հնչեցնեն բոլոր մեր եկեղեցիներով աշխարհով, որ բոլորը հասկանային ինչա կատարվում եւ այդ աջակցությունը լիներ։ Մենք մենակ ենք մնացել 44 օրյա ժամանակ, բայց ինքը ցույց տվեց այդ վերնախավը եկեղեցու, որ ոչ եկեղեցու հետ կապ ունի, ոչ հայ ժողովրդի հետ կապ ունի։ Իրեն միջև Կրեմլից սիգնալը չեն տալի, հանձնարարություն չեն տալի, ինքը ոչինչ չի անում։ Հիմա եկեղեցի առ եկեղեցի ազատագրում են հայ առաքելական եկեղեցին այդ ընդեղի ուզուրպատորներից։ Մի ուզուրպատորները դրանք են։ 99 թվականին ոնց եկավ իշխանության։ Գիտենք, չէ՞, պատմում են մարդիկ այդ ժողովի մասնակցած Չարաբաստիկ ժողովին, որով այդ կտրիչը դարձավ Գարեգին։ Բոլորն է գիտեն ինչ պայմաններում, ինչ կեղծիքներով, ինչ էլի նույն ուզուրպացիաներ։ Վերջին ուզուրպատորն է մեր համակարգերի մեջ ծվարած, որը պետք է հեռանա եւ մաքրվի դաշտը։ Այս ամեն ինչի ենթատեքստում գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններն են Հայաստանի նկատմամբ ճնշումներ, ասեմ, չգիտեմ, ճիշտ է թե չէ, կամ հիբրիդային գործիքներ, պատերազմ եւ այլն։ Արդեն սկսվել է այդ հիբրիդային պատերազմը, դա տեսանելի է։ Այս երկու նախագահների նախկին այդ հիբրիդային պատերազմի մաս են արդեն պաշտոնապես դիրքավորել են իրենց որպես այդ հիբրիդային պատերազմի մաս։ Դրա առաջին ծիծեռնակը որպես այսպես հաջողություն նաև եղավ Գյումրիում, այդ որ իրենց համար դա մոդել էր, որ կարող են առանձին շարաշություններով գնան, որտեղ չեն կարողանում ոչ մի կերպ համախմբվեն, ասում են լավ, առանձին գնանք, հետո այնտեղ պարլամենտում կհամախմբվենք, մեծամասնություն կկազմենք, ոնց որ Գյումրիում։ Դրա համար շատ կարևոր է, որ Գյումրիի մոդելը կոտրվի, եւ հիմա այս առաջիկա մի քանի օրից էջմիածնում ընտրություններ ալնելու, եւ ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը էջմիածնում ապրող իր ճիշտ ընտրությունը կանի, եւ այնտեղ Եվրոպայի օգտին եւ Հայաստանի ինքնիշխանության օգտին, Եվրոպայի հետ ինտեգրման օգտին եւ Հայաստանի ինքնիշխանության օգտին ջատագով ուժերը եւ հատկապես իմ համար կարևոր է, որ Եվրաքվեի մեր գործընկերը Հանրապետություն կուսակցություն եւ ուրեմն իր առաջադրած Հարություն Մկրտչյանը ընտրվի իր ավականի թիմով։ Գովազդենք, բայց չէ, գովազդելու հարց չկա։ Ես իմ քաղաքացիական դիրքորոշումը իրավունք ունեմ հայտնել եւ կոչ եմ անում, քանի այդ կոչ անելու իրավունքը կա, հələ վերջի օրը չի, իրենց ընտրել։ Բայց նաեւ այն մարդիկ էլ ովքեր որ Հանրապետություն կուսակցություն չեն ընտրի, գոնե գնան քաղաքացիական պայմանագիր ընտրեն, որովհետեւ այդ երկու ուժերն են, որ կարող են դիմակայել այդ մոդելին։ Ուրեմն Գյումրիի մոդելին, որտեղ որ Վարդան Ղուկասյան կոռուպցիոներ ընտրեցին, որ մի քանի ամիս էլ չդիմացավ առանց կաշառք վերցնելու, ու որը հենց առաջի օրը ռուսական բազայի ներկայացուցիչներին բերել էր ավական նիստին մասնակցեցնում էր ու Աչապահյանն էլ ռազմական հեղաշրջում անողն է գալիս էր օրհնում էր։ Այդ բոլոր կուտոկը տեսանելի էր, էլի, որ ասում է, ով է։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, շնորհակալ եմ զրույցի համար։ Սա Ազատ զրույց Free News-ի եթերում ես զրուցում եի Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ, կհանդիպենք։